Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 1։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ և նրա վերքերովը մենք բժշկվեցանք։ Եսայի 53-րդ գլուխ 5-րդ խոսք։ Քանզի Աստված չի կամենում մեղավորների մահն ու կործանումը, իր ողորմությամբ կամենում է նրանց խրատը։ Անօրենության որդիները դեռևս մնում էին Իսրայելի մեջ և թշնամիները պիտի հավաքվեին նրանց դեմ։ Արդար է Աստծու մոտ նրանց սովորեցնել, թե ինչ է նեղությունը, ովքեր իրենց անձերը մատնում են հանգստության ու հաճույքների։ Թող նրանք մաքրեն իրենց սրտերը ամեն ապականված զգացումից ու ցանկությունից և ունենան կոտրված ու զղջացող հոգի։ Թող նրանք առատանան բարեպաշտության գործերով Աստծո հանդեպ և արդարության ու սիրո գործերով միմյանց հանդեպ։ Այսպես թող նրանք սերմանեն հոգու համար։ Տիրոջը փնտրելը պետք է լինի յուրաքանչյուր օրվա աշխատանք, սակայն լինում են նաև առանձնահատուկ ժամանակներ, երբ փնտրել նրան։ Քրիստոսը կգա որպես մեր արդարության Տեր և այն առատորեն կտա մեզ։ Եթե մենք արդարությամբ ցանենք, կհնձենք ողորմածության համաձայն։ Վարձատրություն, որը պարտքից չէ, այլ շնորհից։ Նույնիսկ մեղքի շահը մեղավորին չի տալիս ճշմարիտ բավարարություն։ Ինչպես մեր մխիթարությունները, այնպես էլ մեր վստահությունները մեղքին ծառայելու մեջ անշուշտ պիտի խափանվեն ու մեզ լքեն։ Ուրեմն եկեք որոնենք Տիրոջը, և մեր հույսը նրա հանդեպ երբեք մեզ չի ամաչեցնի։ Տեսեք, թե որքան դաժան գործ է անում պատերազմը, սակայն ինչ չարիք էլ որ գործվի, դա մեղքն է, որ այն գործում է։ Որքան վշտեր ու աղետներ են մարդկանց մեղքերը բերում իրենց վրա, անգամ այս աշխարհում։ Թող նրանք սերմանեն իրենց համար արդարությամբ, թող վերադառնան բարի գործերի գործադրմանը ըստ Աստծո օրենքի, որ արդարության կանոնն է։ Թող որ առատանան բարեպաշտության գործերով Աստծո հանդեպ և արդարության ու սիրո գործերով միմյանց հանդեպ, և այդպես թող սերմանեն հոգու համար, ինչպես առաքյալն է ասում. ամեն մի գործ սերմ է, որ ցանվում է։ Ուրեմն արդարությամբ սերմանենք և սերմանենք այն, ինչ պետք է սերմանենք, և գործենք այն, ինչ պարտավոր ենք գործել։